Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։ Վարչապետը ողջունել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան եւ ընդգծել երկու երկրների եւ ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստը։ Փաշինյանի խոսքով պետք է հիմնվել դրանց վրա, ել ավելի զարգացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում։ Երկրի ղեկավարը կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը նաեւ միջխորհրդարանական ձևաչափով, ինչը եւս նոր ազդակ կհաղորդի քաղաքական երկխոսությանը։ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուն շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ վարչապետին փոխանցել Ղրղզստանի նախագահի ջերմ ողջույնները։ Ղրղզստանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների հետ ձևավորել են սերտ փոխգործակցություն եւ իր այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ղրղզստանի միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության, երկկողմ հարաբերությունների օրակարգային տարբեր թեմաներ, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության այլ հարցեր։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նախարար Բարոն ծաղկեպսակեզ է տեղել հուշահամալիրի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արարատ Միրզոյանը եւ Ժան-Նոել Բարոն մասնակցել են ադմիրալ Լուի Դարտիժ Դյուֆերենի նվիրված հուշաքարի բացման արարողությանը։ Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ։ Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այցի ավարտին Ռոբերտ Ֆիցոն շրջել է հիշողության պուրակում եւ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի տնկել արծաթափայլ Եղևնի։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրամիության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելին։ Հանդիպմանը ներկայ է եղել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, հայտնում են կառավարությունից։ Ողջունելով Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում Եվրոպական արտաքին գործողություններ ծառայության գլխավոր քարտուղարի Հայաստան առաջին այցելությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի եւ Եվրամիության միջև համագործակցությունը խորացնելու Հայաստանի կառավարության հանձնառությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև ոլորտային համագործակցության դրական դինամիկան։ Հանդիպման ընթացքում երկու ստեկ շեշտվել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի լիարժեք եւ արդյունավետ իրագործման կարեւորությունը։ Մոսկվայում անվտանգության հարցերով համաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում։ Ինտերֆաքս գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Եթե խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումների մասին է, ապա ոչ դրանք նախատեսված չեն։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն չի ներառում լրացուցիչ նեղ բանակցային ձևաչափեր, ասել է Շևցովը, պատասխանելով Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առանձին բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին հարցին։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշապատում բացվել է Մուսա Լեռան հայերին փրկության ձեռք մեկնած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարտիժ Դյուֆորնեի հիշատակին նվիրված հուշատախտակը։ Բացման արարողությանը մասնակցել են նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դը Կոտինգին։ Ցեղասպանությունից 110 տարի անց մենք հիշատակում ենք Մուսա Լեռան հայերի հիշատակը, որոնք լսելով բռնի տեղահանության հրահանգը որոշեցին դիմադրության դիմել։ Պաշարման 53-րդ օրը, երբ նրանց ուժերը, սնունդը եւ ռազմամթերքը սպառվում էին, նրանք սավաններից պատրաստված դրոշներ բարձրացրին եւ հայացքն ուղեցին դեպի ծովը, որտեղ ֆրանսիական նավերն էին, որոնք նրանց օգնության ձեռք մեկնեցին։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ծովակալ Լուի Դարտիժ Դյուֆորնեի հիշատակին եւ հանձինս նրա նաեւ միջերկրական ծովում ֆրանսիական զինուժի 3-րդ նավատորմի անձնակազմին, որոնք ցեղասպանության
Ռուսաստան ճիրաններից փրկեցին ավելի քան 4000 հայի։ Նա գործել է առանց հրամանի, անսալով լոկ իր խղճին եւ ֆրանսիացի սպային հարիր իր պատվին, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։ Մենք այսօր այստեղ հարգանքի տուրք ենք մատուցում նաեւ մուսալերան ոգուն, դիմադրության վճռականության եւ հավատարմության ոգուն, մուսալերցիների դիմադրության ոգուն, ծովակալ Լուի Դարտիժդյու Ֆուրնեի վճռականության ոգուն, որը կարողացավ պատերազմի թոհուբոհի մեջ ճիշտ արդար որոշում կայացնել, նաեւ վերապրողների հետնորդներին հավատարմության ոգուն, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։ Նա շնորհակալություն է հայտնել Լուի Դարտիժդյու Ֆուրնեի հիշատակը 1915-ի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հետ հավերժ կապելու որոշման համար։ Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ այդ պատմությունն ու միջոցառումը իր համար խիստ անձնական են։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, այս միջոցառումը հարգանքի տուրք է ծովակալին, նաև մյուսներին, որոնք գործել են նույն սխրանքը, եւ իհարկե Ֆրանսիային, որ տուն դարձավ հազարավոր հայերի համար։ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 9.1 միլիարդ դրամի ստերային շրջանառության դեպք։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գործող պարենային եւ ոչ պարենային առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար եւ չի տրամադրում ՀԴՄ կտրոն։ Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ։ Արդյունքում ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ձեռնարկված համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ ու հանգամանքներ այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2025 թվականի մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը թաքցրել է շուրջ 9.1 միլիարդ դրամի իրացմաշրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է ավելի քան 2.6 միլիարդ ՀՀ դրամի վնաս։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ արկա իրավախախտումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ դրամարկային մեքենա պարտադիր է։ Ընդ որում, նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խստորեն հետևել օրենքի պահանջներին եւ զերծ մնալ իրավախախտումներից։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Ազգային ժողովն այսօր նիստում առաջին ընթերցումամբ ընդունել է պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է զգալիորեն բարձրացնել ներմուծվող ցեմենտի համար պետական տուրքի չափը։ Նախագիծը ստացել է 57 կողմ, 1 դեմ 21 ձեռնպահ ձայն։ Հայաստանի Հանրապետությունում գործող ցեմենտ արտադրող ձեռնարկությունների մրցունակության պահպանման նպատակով կառավարությունը առաջարկում էր զգալիորեն բարձրացնել ցեմենտի ներմուծման պետական տուրքը։ Ազգային ժողովում քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում ներկայումս գործող 200 պատիկի փոխարեն սահմանել բազային պետական տուրքի 800 պատիկի չափ, յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման լիցենզիայի տրամադրման համար։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի խոսքով ցեմենտը հանդիսանում է ռազմավարական նշանակության ապրանք, որի արտադրության շարունակականությունն ու ներքին շուկայի պահանջարկի տեղական ապահովվածությունը կարևոր են ազգային տնտեսության համար, սակայն վերջին շրջանում ներմուծվող ցեմենտի գների կտրուկ նվազումը պայմանավորված արտասահմանյան սուբսիդավորմամբ եւ էներգակիրների ցածր սակագներով խաթարել է տեղական արտադրողների մրցունակությունը։ 2023 թվականին ներմուծվել է շուրջ 260,000 տոննա ցեմենտ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3.5 անգամ, կազմելով տեղական արտադրության մոտ 22.4%-ը։ 2024 թվականին նույնպես արձանագրվել է շուրջ 65% ներմուծման աճ։ Զաքարյանը նշել է, որ տեղական արտադրության ինքնարժեքի գերակշիռ մասը ձևավորվում է էներգառեսուրսների ծախսերից, ինչի հետևանքով ներկրվող ցեմենտը վաճառվում է զգալիորեն ցածր գնով մոտ 27500 դրամ 1 տոննայի դիմաց, մինչդեռ տեղական արտադրանքի միջին գինը հասնում է 35-ից 37000 դրամի։ Ստեղծվել է իրավիճակ, երբ ներմուծվող ցեմենտը ոչ միայն լրջորեն խաթարում է տեղական արտադրողների դիրքերը, այլև սպառնում է նրանց գոյությանը։ Նման պայմաններում նրանք կարող են կանգնել արտադրության դադարեցման, իսկ շուկան ներմուծումից ամբողջական կախվածության առաջ, ինչը կվնասի մեր արդյունաբերական քաղաքականությանը եւ կբերի ցեմենտի գների անկանխատեսելի աճի, նշել է փոխնախարարը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, հույս հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստանի եւ Ղրղզստանի միջև հարաբերությունների ամրապնդման եւ երկկողմ օրակարգի ընդլայնման գործում։ Զրուցակիցները քննարկել են միջպետական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, առանձնակի շեշտելով տարբեր ուղղություններով առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ընթացիկ տարում արտաքին քաղաքական գերատեսչությունների եւ օրենսդիր իշխանության մարմինների միջև փոխգործակցության ակտիվացումը։ Մնացական Սաֆարյանը դեսպան Բոկոնտաևին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը, ինչպես նաեւ կառավարության կողմից մշակված խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Կողմերը անդրադարձել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության եւ մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոին։ Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում պաշտպանի հաստատության եւ Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությունները, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացումը հնարավորությունը։ Զրույցի շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանում իրավահավասարության երաշխավորման եւ հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները, ընդգծել է մեր երկրում ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալները եւ դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարեւորությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ այլ խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։ Մայիսի 19-ից 26-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4565 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 228 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ցավ վիճակում մեքենա վարող 132, առանց վարորդական իրավունքի վկայականի 306 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 38, չամրակապված վարելու 754, առանց մանկական նստատեղի քարսիթի 2, վարելու ընթացքում ծխելու 347, բարելիս հեռախոսից օգտվելու 273, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 54 եւ 1950 այլ իրավախախտում, 125 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 304-ը տեխնիկական զրնություն չանցած, 45-ը լուսարձակների անսարքությամբ, 64-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 66 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16545 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 584 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ցավ վիճակում մեքենա վարող 249, առանց վարորդական իրավունքի վկայականի 812 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 80, չամրակապված վարելու 4157, առանց մանկական նստատեղի քարսիթի 234, վարելու ընթացքում ծխելու 409, բարելիս հեռախոսից օգտվելու 652, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 57, արագության գերազանցման 2361 եւ 5099 այլ իրավախախտում, 474 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1535-ը տեխնիկական զրնություն չանցած, 287-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 10-ը բեռնատար, 174-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 38 անձ։ Մայիսի 8-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից 2 ահազանգեր ստացվել մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 52 եւ 59 տարեկան 2 տղամարդ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին, որ մայիսի 8-ին ժամը 15-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած
ունեցած վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը դանակով հարվածներ էր հասցրել 52-ամյա համաքաղաքացուն, ինչից հետո 52-ամյա տղամարդը իր վարած Subaru մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել նրան, նաև հարվածել քարով ու բռունցքներով։ Աբովյանի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Մայիսի 22-ին 52-ամյա տղամարդը Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Աբովյանի համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է այգիների, կանաչ տարածքների խնամքի ու բարեկարգման աշխատանքներ։ Համայնքային կոմունալ տնտեսությունը որակյալ քիմիական նյութերով իրականացնում է սրսկումներ, բուսականությունը հիվանդություններից, լվիչներից եւ այլ վնասատուներից պաշտպանելու նպատակով։ Հանրային այգիներում եւ բնակելի տարածքների կանաչ գոտիներում ծառերի սրսկման աշխատանքները ընթացքի մեջ են։ Մայիսի 22-ին փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարարական ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին փրկարար ծառայության ղեկավար կազմը, կառուցվածքային եւ մարզային ստորաբաժանումների հրամանատարությունը։ Ամփոփվել են 2025 թվականի ընթացքում մարզային ստորաբաժանումներում իրականացված հրշեջ փրկարարական վերապատրաստումների արդյունքները։ Կամո Ցուցուլյանը փաստել է, որ դասընթացները մեծապես նպաստում են ոչ միայն հրշեջ փրկարարների օպերատիվ տակտիկական կարողությունների զարգացմանը, այլև ապահովում են արտակարգ իրավիճակներում արագ եւ համակարգված արձագանքում, շարունակաբար խթանելով մասնագիտական որակների բարձրացմանը։ Վերապատրաստումների աշխատանքային խմբի ղեկավար փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Արմեն Գևորգյանը ներկայացրել է մարզային ստորաբաժանումներում անցկացված վերապատրաստումների ընթացքը, մատնանշելով բարելավման ենթակա ուղղությունները։ Փրկարար ծառայության մարզային մի քանի ստորաբաժանումում իրականացված վերապատրաստումները ներառել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական փուլեր, սպայակազմի եւ կրծերը անձնակազմի համար։ Ուսուցման բովանդակությունը ձևավորվել է փրկարարական գործի ժամանակակից պահանջներին համահունչ։ Վերապատրաստվողներին ներկայացրել են բարձրադիր գոտիներում ու բարձրությունների վրա աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, փրկարարական գործիքների կիրառման մեթոդները, ինչպես նաև կինոլոգիական խմբերի մասնակցությամբ իրականացվող գործառույթները։ 2025 թվականի ընթացքում նման վերապատրաստումները կրելու են պարբերական բնույթ։ Կամո Ցուցուլյանը բարձր գնահատելով կատարված աշխատանքը ընդգծել է, որ հրշեջ փրկարարների աշխատանքի նկատմամբ նման համակարգված մոտեցումը պետք է դառնա շարունակական գործընթաց, ինչը նպաստում է ոչ միայն ծառայության գործունեության որակական մակարդակի բարձրացմանը, այլև խթանում է պատանի փրկարարների մասնագիտական կողմնորոշումը։ Կոտայքի մարզում մայիսի 26-ին անցկացվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքի մարզային փուլի մրցումները։ Մրցումները անցկացվել են Ծաղկաձոր-Հանքավան ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում։ Մարզային փուլին մասնակցել են Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի եւ Նայիրի համայնքային փուլերում առաջինից երրորդ տեղերը գրաված դպրոցական թիմերը։ Մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբերով՝ 7-ից 9-րդ եւ 10-ից 12-րդ դասարանների աշակերտների միջև։ Մասնակիցներին ողջունել հեծանվա սպորտի նրբություններին ծանոթացրել եւ հաղթական ընթացք է մաղթել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը։ Համառ պայքարի արդյունքում 7 եւ 9-րդ դասարանների տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրել է Ակունքի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը, երրորդ տեղը Կապուտանի միջնակարգ դպրոցի թիմը։ 10-ից 12-րդ դասարանների տարիքային խմբում առաջին տեղ Ակունքի միջնակարգ դպրոցի թիմ, երկրորդ տեղ Կապուտանի միջնակարգ դպրոցի թիմ, երրորդ տեղ Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի թիմ։ Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին Կոտայքի մարզը 2 տարիքային խմբերում էլ կներկայացնեն Ակունքի միջնակարգ դպրոցի թիմերը։ Ծաղկաձորում մայիսի 24-ին դպրոցահասակ 2 աղջիկների մահվան պատճառ դարձած վթարի գործով Քառանիվի վարորդը կալանավորվել է, այս մասին հայտնել է քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Հիշեցնենք, որ Քառանիվի վթարի հետևանքով եւս 2 դպրոցահասակ աղջիկ տեղափոխվել էր հիվանդանոց։ Նրանցից մեկը վիրահատվել է, դեռ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Այն է, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելն է։ 4-րդ հոդվածը սահմանում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է
2 կամ ավելի մարդումա, որը կատարվել է հարբած, ոչ սթափ վիճակում կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից, պատժվում է ազատազրկմամբ 5-ից 10 տարի ժամկետով։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կիլոմետրի հատվածը փակ է բեռնատարների համար միակողմանի երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 28-ից 30-ին գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաեւ Երևանում, սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևը կլինի հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ, հայտնում են հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից։ Մայիսի 28-ից 30-ին առանձին հատվածներում անձրևը կլինի հորդառատ։ Հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։